2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում։ Նրա խոսքով կարևոր է արձանագրել, թե 2026-ին ինչ առանձնահատուկ ծրագրեր ունենք, բացի այն սովորական ծրագրերից, որ պետք է բյուջեով ապահովել։ Վարչապետը հայտնեց ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, ու 2026-ին քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերն ամբողջությամբ կանի կառավարությունը ադապտացիոն այս շրջանում։ Կառավարությունը հետագայում նախատեսում է, որ պետք է ապահովի օրինակ մինչև 18 տարեկան երեխաների եւ 65-ից բարձր թոշակառուների եւ որոշակի սոցիալական խմբերի առողջության ապահովագրությունը։ Վարչապետը կարևոր համարեց նշել, 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման եւ այլ կարիքների ու խնդիրների հասցեագրման համար։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը շարունակում է մնալ գլոբալ աճի հիմնական շարժիչներից։ Առևտրի միջազգային հիմնադրամը վերանայել է Ասիայի տնտեսական աճի կանխատեսումը, բարձրացնելով այն արտահանման եւ տեխնոլոգիական զարգացման դրական միտումների հիման վրա։ 2025 թվականին Ասիայի միջին տնտեսական աճը կկազմի շուրջ 4.8%, մինչդեռ ԵՄ-ում այդ ցուցանիշը սպասվում է ընդամենը 2.4%։ Չինաստանում արտահանումը աճել է 2.5%, Հարավային Կորեայում 7.1%, իսկ Հնդկաստանում ավելի քան 6%։ Այս տվյալները վկայում են, որ տարածաշրջանը շարունակում է վերականգնվել համավարակից հետո ձևավորված ցնցումներից եւ ամրապնդել արտահանման քաղաքականությունը։ Տնտեսագետների դիտարկմամբ Ասիայի աճը դառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ազդեցության գործոն։ Այդ միտման պայմաններում ԵՄ-ն փորձում է արագացնել առևտրային կապերը Ասիայի հետ, հավասարակշռելու տնտեսական հոսքերը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից վերահսկվող ոլորտի ծախսերը 2026 թվականին կկազմեն 325 միլիարդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում միաժամանակ 2027 եւ 2028 թվականներին դրանք կկազմեն համապատասխանաբար 334 միլիարդ դրամ եւ 365 միլիարդ դրամ։ Այս թվերը գերազանցում են 2025 թվականի պետական բյուջեով սահմանված մակարդակը համապատասխանաբար 12.7%-ով, 16%-ով եւ 26.7%-ով, ասել է Հովհաննիսյանը։ Այսպիսով այս ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.7%-ը, որից հետո դրանք կավելանան 0.1%-ային կետով։